88-ին նրա ձեռքերը հարյուրավոր հայ մանուկների վերքերի են դարման դրել։ Ռոշալին աշխարհի մանկական բժիշկ են կոչում։ Դեկտեմբերի 7-ի նախօրեին դարձյալ 88-ի հուշերն ու բարեկամության կանչն են նրան Հայաստան բերել։ Այն ամենն, ինչ կապված է Հայաստանի հետ, իմ կյանքում կարմիր թելով է անցնում։ Հայաստանի համար եւ լավ, եւ ողբերգական օրերին այստեղ եմ եղել։ Ոչ միայն Հայաստանում, Ռոշալի օգնության աշխարհագրությունը բավական ընդարձակ է։ Աֆղանստան, Միացյալ Նահանգներ, Օսիա, Հնդկաստան, Ալժիր, որտեղ կա պատերազմ, երկրաշարժ, ահաբեկչական հարձակում, Ռոշալն այնտեղ է օգնելու, փրկելու, կյանք վերադարձնելու։ Ասում է, ես միշտ պատրաստ եմ օգնել, բայց դժբախտություններ թող տեղի չունենան։ Ուրախ եմ, երբ տեսնում եմ, որ Հայաստանն ամուր կանգնած է ոտքերի վրա։ Այստեղ նավթ չկա, գազ չկա, ոսկի չկա։ Ամենուր միայն քարեր են ու ժայռեր, բայց երկիրը ոտքի է կանգնում, ապրում է ազգի տաղանդների շնորհիվ։ Մեր երկրի ու ժողովրդի հանդեպ Ռոշալի ցուցաբերած աջակցությունն անգնահատելի է։ Պրոֆեսոր Ռոշալն այսուհետև նաև Երևանի բժշկական համալսարանի դոկտորի կոչումն ունի։ Հուսով եմ, որ մեր ուսանողները կփորձեն նմանվել պրոֆեսիոնալիզմի ազնիվ կերպարին, այն օրինակին, որ բժիշկը ոչ թե մասնագիտություն է, այլ մարդկության հանդեպ ունեցած պարտք։ Ռոշալի մաղթանքը բժշկական համալսարանին մանկաբուժության ֆակուլտետի վերաբացում, իսկ Հայաստանին առողջ սերունդ։ Ռուզաննա Վարդերեսյան, Արմեն Անդրեասյան, Առաջին ալիք։